Lion Finance Group-ը ազդարարեց իր ընդգրկումը FTSE 100 ինդեքսում շուկայի փակումից հետո հնչեցնելով Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգը։ Ամերիաբանկը որպես LFG խմբի մաս 2026 թվականի մարտին ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի FTSE 100 ինդեքսում, դառնալով առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերությունների շարքում։ FTSE 100 խոշորագույն ընկերությունների շարքում հայտնվելը դա մեծ պատիվ է մեզ համար, դա իհարկե ավելացնում է վստահությունը հենց ֆինանսական կառույցի նկատմամբ, այսինքն Ամերիաբանկի նկատմամբ, ինչպես նաև ավելի գրավում է ուշադրություն դեպի Հայաստանի Հանրապետություն որպես զարգացող շուկա։ Դա մեծ պատասխանատվություն է մեզ համար, որովհետև ավելացնում է մեր հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը եւ պետք է բավարարենք ոչ միայն մեր երկրի ռեգուլատիվ պահանջներին, նաեւ Լոնդոնի բորսայի կողմից ներկայացվող պահանջներին։ Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգի հնչեցման արարողությունը խորհրդանշական ավանդույթ է, որին մասնակցում են ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները, ներդրողները եւ հիմնական շահառուները։ Այս արարողությանը մասնակցեցին Lion Finance Group-ի, Ամերիաբանկի, Bank of Georgia-ի ղեկավար կազմը, ինչպես նաև Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունների անդամներ, այդ թվում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը եւ այլ հյուրեր։ Այսպիսի կազմակերպությունների գոյությունը Հայաստանում սահմանում է ծառայությունների մատուցման լրիվ ուրիշ ստանդարտներ։ Եվ այդ ստանդարտները ծառայությունների մատուցման, որովհետև բանկերը իրենք սպասարկում են տնտեսությանը, կարծում եմ տնտեսական զարգացման տեսանկյունից էական դեր է ունենալու նոր որակը, նոր պրակտիկան, որովհետև Լոնդոնի ֆոնդային բորսայի ամենավերևի 100 ընկերությունների ցանկում լինելը ոչ միայն նշելու եւ ուրախանալու առիթ է, այլ դա ամենօրյա կատարելագործման նաեւ պահանջ է, որովհետեւ ներդրողները ամեն օր գնահատական են տալիս քեզ։ Ես կարծում եմ, որ դա մեծապես անդրադառնալու է թե կազմակերպության գործունեության վրա, որը ինքնին ածանցվում է նաեւ տնտեսության սպասարկման վրա, որտեղ բանկերը կոչված են սպասարկելու տնտեսության ֆինանսավորումը։ Սա հրաշալի փորձ է, երբ որ վրացական եւ հայկական բիզնեսները համատեղ ձևավորում են օրակարգ, եւ օրակարգը էապես ավելի ամբիցիոզ է, քան իրենք առանձին կարող են իրականացնել, այսինքն ներգրավելով FTSE 100 ինդեքսի մեջ, դա ոչ միայն որակի, այլ նաեւ որոշակի ֆինանսական ցուցանիշների մասին է վկայում։ Ու ես կարծում եմ, որ մենք պիտի բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի նման հաջողության պատմություններ ավելի շատ ունենանք, որպեսզի միջազգային ինվեստորների կողմից Հայաստանը եւ Վրաստանը դիտարկվեն այնպիսի երկրներ, որտեղ ներդրում իրականացնելը շահավետ է եւ անվտանգ։ LFG-ի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում վկայում է խմբի երկարաժամկետ ռազմավարության եւ կայուն աճի նկատմամբ միջազգային ներդրողների մեծ վստահության մասին։ Այս կարևոր իրադարձությունը խմբի եւ դրա անդամների համար նշանավորում է զարգացման նոր փուլ, որի հիմքում երկարաժամկետ ռազմավարական տեսլականն է եւ հաճախորդների համար արժեք ստեղծելու հանձնառությունը։ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելը բարձրացնում է ընկերության հեղինակությունը, բրենդի ճանաչելիությունը եւ այս ամենն ամրապնդվում է FTSE 100 ցանկում ներառվելու հաջողությամբ։ Այս ցանկի առաջատար ընկերություններով հետաքրքրված են ավելի մեծ թվով ներդրողներ։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք ստանալ շատ ավելի լայն հասանելիություն կապիտալի շուկաներին, միևնույն ժամանակ ճանաչելի դարձնելով մեզ ավելի շատ մարդկանց։ Սա լավ լուր է Հայաստանի համար, քանի որ շատ օտարերկրյա ներդրողներ իմանում են Հայաստանի մասին, հասկանում են երկրի մեծ տնտեսական հաջողությունը եւ որ այնտեղ գործում են հեղինակավոր ֆոնդային բորսաներում ցուցակված եւ միջազգային հեղինակություն ունեցող հաստատություններ։ Ուստի կարծում եմ, որ դա մեծ առավելություն է Հայաստանի համար։ 2006 թվականից Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելով LFG ֆինանսական խումբն ընդգրկվում է FTSE 100 ինդեքսում Ամերիաբանկի խմբին միանալուց 2 տարի անց։ Սա վկայում է Ամերիաբանկի խմբում ընդգրկվելու ռազմավարական կարևորության եւ խմբի ընդհանուր զարգացման համար բանկի նշանակալի դերի մասին։